Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի ամերով ծրագիրն է։ Ես Վարդան Սարգսյանն եմ, ով շատ է սիրում ճամփորդել, եւ այսօր լինելու է շատ հետաքրքիր։ Հանկարծ չփոխեք ալիքը։ Ես պատրաստ եմ։ Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Ֆիլիպինների մայրաքաղաքում Մանիլայում։ Քաղաքը ինձ զարմացնելու է, բայց ամենատարօրինակ վայրը, որ կայցելենք, գերեզմաններն են։ Էնպես որ բաց չթողնենք, լինելու է շատ հետաքրքիր։ Եթե ես նկարահանում եմ այսօր Ֆիլիպինների մայրաքաղաքը, դա նշանակում է լինելու է շատ հետաքրքիր։ Այստեղ վաղ առավոտյան ժամը 8-ն է, շտապում եմ հանդիպելու իմ զբոսավարին, ինչ է ինձ հարկավոր այս պահին իհարկե էներգիա, որն էլ ապահովում է Գումբեստը, այնպես որ շտապում եմ մի հետաքրքիր հաղորդում նկարահանել ու ներկայացնել ձեզ։ Զբոսավարը ստեղում է ժամանակին, իհարկե նա սպասում է ինձ։ Ողջույն։ Վարդան, ողջույն։ Բարի լույս եւ բարի գալուստ։ Շնորհակալ եմ, որ այսօր համաձայնեցի։ Առասարակ իհարկե զբոսավարների պակաս այստեղ Ֆիլիպիններում չկա, բայց դե ոչ բոլորն են համաձայնում նկարահանվել հեռուստատեսությամբ ու լինել կադրում։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու համաձայնեցիր ու վստահ եմ այսօր շատ հետաքրքիր օր ենք անցկացնելու։ Ես գիտեմ, որ սկսելու ենք մենք օրը այսօր եւ շրջելու ենք քաղաքում այստեղի ամենահայտնի, նույնիսկ կարելի ասել երկրի խորհրդանիշներից մեկով, հայտնի փոքրիկ գունավոր ավտոբուսներով։ Այո, ինչպես արդեն ասացիր, մեր երկրի գլխավոր խորհրդանիշերից մեկը գունավոր ավտոբուսներն են։ Իրականում մեզ մոտ այս ավտոբուսն այնքան տարածված է ու հարգի, որ մենք այն կոչում ենք ճանապարհների թագավոր։ Բոլորը զիջում են ճանապարհը, չեն խոչընդոտում այս ավտոբուսներին, մեզ հարկավոր է գնալ ճանապարհի սկիզբ, որովհետև ավտոբուսներն այնտեղ են սպասում մեզ։ Հիմա առաջարկում եմ ավելորդ ժամանակ չկորցնել խոսակցությունների վրա։ Շատ լավ, գնանք, բայց մինչ այդ արդեն տեսնում եմ այստեղ շատ ու շատ մրգեր են վաճառում, առասարակ Ֆիլիպիններում մրգերի պակաս չկա։ Իհարկե այստեղ հիմնականում մեզ հայտնի մրգերն են եւ շատ ներկայացնելու այստեղ կարիք չկա, բայց մրգերը տարվա բոլոր սեզոններին են, թե կա հատուկ սեզոն, երբ մրգերը իսկապես շատ են։ Մեր շուկաներում ներկայացված մրգերի հիմնական տեսակները կարելի է հանդիպել այստեղ ամբողջ տարվա ընթացքում։ Ընդամենը մի քանի տեսակ միրգ կա, որ ունի հստակ սեզոն ու շուկաներում հայտնվում է կոնկրետ եղանակին, բայց այն, ինչ այս տաղավարում ներկայացված է, կլոր տարին կարելի է գտնել Ֆիլիպիններում։ Մեզ մոտ ամենատարածված մրգի տեսակներն են մանգոն, անանասն ու բանանը։ Երբ եւ ուր ուզում ես գնա, ում տուն ուզում ես մտիր, միշտ սեղանին կգտնես այս մրգերից։ Մանգոն տարվա բոլոր ամիսներին կարելի է գնել այստեղ։ Իհարկե, ես հատուկ սկզբում չնշեցի, որ հիմա ասեմ։ Չնայած մրգերի առատությանը, մեզ համար մրգի թագուհին մանգոն է։ Մենք շատ ենք սիրում այն ու օգտագործում ենք հնարավոր եւ անհնար բոլոր ուտեստներում։ Ահա, հրաշալի է։ Դե իմ սիրելի հեռուստադիտողներ, մենք այս պահին շտապ ենք տեղավորվելու ու շրջելու տեղի ամենահայտնի տրանսպորտի միջոցով։ Գնացինք։ Ահա եւ այդ ավտոբուսները։ Ասա ինձ խնդրում եմ, ինչպես են այս մեքենաները ներկում։ Այս հարցում հստակ կարգ ու կանոն չկա, ով ինչպես ուզի, խելքին ինչ փչի կարող է անել իր ավտոբուսի հետ։ Կարևորը գույները վառ լինեն, տրամադրությունը բարձր, պատկերներն էլ ակտիվ, մարդու երևակայությունն անսահման է, իսկ ցանկությունները խիստ տարբեր։ Թեմատիկ առումով անպարկեշտ կամ արգելված թեմաներ նկարել չի կարելի, բայց ոչ մեկ նման բան իրեն թույլ էլ չի տա։ Մնացածն ազատ են, ով ինչ ուզում նկարում է, առանց որևէ հստակ իմաստ ու գաղափար դրա հիմքում դնելու։ Իդեպ այս մեկը տեսեք ինչ գեղեցիկ է, ինչքան գույներ կան, հաջորդը եւս։ Եվ վստահ կարող եմ ասել, որ այս մեքենաները գեղեցկացնում են եւ ինչ որ
կոլորիտ են փոխանցում քաղաքին։ Իհարկե, իզուր չէ, որ դրանք դարձել են մեր փողոցների գլխավոր խորհրդանիշերը։ Եթե որևէ մեկը տեսնում է այս ավտոբուսներն, ուզում է լուսանկարվել դրանց հետ ու անտարբեր հաստատ չի մնում։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մենք Մանիլայում ենք, այստեղ իսկապես հետաքրքիր է, իսկ մենք շտապ ենք արդեն ի վերջո տեղավորվելու այս տրանսպորտի միջոցում։ Առաջարկում եմ նստենք, քանի դեռ ազատ տեղեր կան։ Ես պատրաստ եմ շրջագայելու այսօր այս տրանսպորտի միջոցով, ինչքան էլ մարդ կա արդեն ներսում, գնանք ներս։ Զգույշ եղիր, առաստաղը ցածր է, մտիր։ Այս կողմում նստենք, այստեղ, ահա, օպա, համեցեք այստեղ եւս ազատ է, մարդիկ գալիս են, ահա, մի քանի վայրկյանի ընթացքում փաստորեն մեքենան լի է լինում ուղևորներով եւ արդեն կարող ենք շարժվել, ահա, զիջում ենք արդեն տեղերը, կասեք արժեք հայ, ինչ արժե մեկ անգամ այս մեքենայի միջոցով շրջելը։ Վճարման համակարգը մի քիչ բարդ է, բնականաբար բարդ է եկվորների համար։ Տեղացիներս ամեն բան անգիր գիտենք, որովհետև սա մեր ամենօրյա փոխադրամիջոցն է։ Տես, առաջին 4 կիլոմետրի համար ամեն ուղևոր վճարում է 30 պեսո, հետո ամեն ավելացող կիլոմետրի համար լրացուցիչ պեսո ես գումարում, բայց տարիքային տարբեր խմբեր կան, օրինակ երեխաները ավելի քիչ են վճարում։ Արդյունքում ամեն բան կախված է նրանից, թե որքան ճանապարհ ես անցնելու, նաև վճարման տարբերակներն են տարբեր։ Օրինակ մենք հիմնականում այդ կերպ ենք անում։ Նայիր, ես տալիս եմ գումարը, նշում եմ թե մինչև որ կանգ եմ գնալու։ Նա արդեն գիտի թե ինչքան կարժենա դա։ Ես գիտեմ, որ որևէ մեքենայի դիզայն գույն չի կրկնվում, այսինքն երբեք նույն մեքենայից քաղաքում երկուսը չես տեսնի։ Այո, իրավացի ես։ Մենք դեռևս չենք տեսել իրար նման մեքենաներ, որովհետև ինչպես արդեն ասացի, ամեն մեկը իր ավտոբուսը ներկում է, ինչպես իր սիրտը կուզի։ Իսկ մարդիկ դե այդ ինչքան նույն ճաշակն ու տրամադրությունը պետք է ունենան, որ նկարեն ավտոբուսը լրիվ նույն կերպ։ Իսկ ասեք ինչ է այստեղ գրված, թե որ ուղով է գնում մեքենան։ Այո, բառացիորեն նույնը։ Ինչ գրված է ավտոբուսի կողքի հատվածում, այսինքն նույն երթուղին, քանի որ սրանք ամենատեսանելի մասերն են։ Երբ դու կանգնած ես փողոցում կանգառում ու մոտենում է ավտոբուսը, դիմապակին ու աչհատվածը միանգամից աչքի են ընկնում։ Կարդում ես երթուղու մանրամասներն ու որոշում, թե արդյոք նստելու ես այս ավտոբուսը, թե ոչ։ Դե ես միշտ ասել եմ, եթե ցանկանում ես այսպես ամբողջությամբ զգալ որևէ երկրի կամ քաղաքի շունչը, պետք է անել մի քանի քայլ։ Առաջինը անպայման ինքնուրույն շրջել քաղաքում, պարտադիր հայտնվել տեղի շուկաներում եւ օգտվել տեղի տրանսպորտի միջոցից։ Ինչն էլ մենք իհարկե անում ենք։ Կանգառում իջնող կա։ Ասեցի։ Մենք եկանք հասանք վայր, որը պետք է այսօր այցելենք միասին։ Իհարկե արդեն հասկացաք կադրերից, սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող ամենամեծ գերեզմանատներից մեկում։ Վայրը շատ մեծ է, գերեզմանները եւս, բայց ինչու ենք այստեղ, որովհետեւ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ։ Այո, մի զարմացեք, մարդիկ ապրում են հենց այստեղ։ Դե այո, ինչպես արդեն ասացիր, մենք հիմա մայրաքաղաքի գլխավոր եւ ամենամեծ գերեզմանատանն ենք։ Այն իսկապես շատ մեծ է ու գտնվում է կառավարության ուղիղ հոգացության ներքո։ Գերեզմանի տարածքը կազմում է 180 հեկտար։ Իսկ գլխավոր առանձնահատկությունը ոչ թե տարածքն է ու մեծությունը, այլ այն փաստը, որ սա ոչ միայն հանդերձյալ աշխարհ տեղափոխվածների հանգրվանն է, այլև կենդանի մարդկանց բնակավայրը։ Սա մի մեծ համայնք է, որտեղ հազարավոր մարդիկ են բնակվում, որքան էլ դա տարօրինակ թվա քեզ։ Ես գիտեմ, որ օտարերկրացիներին այս փաստը ապշեցնում է, բայց մեզ համար շատ սովորական երևույթ է։ Մեր մնացած համայնքների պես սովորական մի համայնք է սա։ Մարդիկ ապրում են այստեղ, սովորական կենցաղավարությամբ զբաղվում, առավոտյան գնում դպրոց ու աշխատանքի, հետո երեկոյան վերադառնում տուն։ Որևէ տարօրինակ բան մեզ համար չկա։ Ինչն էր հետաքրքիր, երբ մենք ներս մտանք, ես նկատեցի, որ այստեղ հասցեներ կան գրված, հա, փողոցները ունեն իրենց թվերը, անունները, տները, գերեզմանները, ամեն բան ունի հասցե, այ դա շատ տարօրինակ էր։
Այո, քեզ համար տարօրինակ է, բայց եթե մարդիկ ապրում են այստեղ ու սա հերթական համայնքներից մեկն է, ուրեմն ինչու ես այդքան զարմանում, որ տները համարակալված են ու հասցեներ կան։ Բա մարդն ինչպես նշի իր բնակավայրն ու հասցեն, եթե չլինի փողոցի անուններ կամ համարակալված տներ։ Ես վստահ եմ հեռուստադիտողներին շատ հետաքրքիր է ինչպես են մարդիկ այստեղ ապրում։ Դե մենք եթե այստեղ ենք, իդեպ թույլտվություն ստանալը բավական բարդ էր եւ այդ ամենը պետք է անել նախապես։ Ես այս ամենը պատվիրել էի մինչ այստեղ գալը Ֆիլիպիններ, դեռ Հայաստանում վճարումը կատարել էի առցանց ստանալու համար թույլտվություն եւ ամրագրելու համար եւ մեքենա եւ զբոսավար, մի խոսքով այն ամեն ինչի շնորհիվ մենք այսօր նկարահանում ենք։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել իմ ճամփորդությունների անբաժան ընկերոջը American Express Gold Card-ին։ Ես վստահ եմ դուք եւս արդեն թե տեղում, թե առցանց վճարումը կատարում եք միմիայն այդ քարտի միջոցով։ Իսկ մենք գնանք ներս, տեսնենք ինչպես են մարդիկ այստեղ ապրում։ Տեսնում եք մարդիկ բակում են եւ այստեղ փոքրիկ խանութ է, որտեղ տեղի բնակիչները կարող են գալ գնել քաղցրավենիք, ինչ որ սառը զովացուցիչ ըմպելիքներ։ Այս կողմում տունն է, եթե չեմ սխալվում, ահա մենք արդեն ներս ենք մտնում, տեսեք շուրջ բոլորը գերեզմաններ են եւ այն կողմում արդեն տունը։ Այո, այստեղ բոլոր ենթակառուցվածքները կան։ Խանութներ, տաղավարներ, բակ ու տներ։ Տես, սա այս համայնքի ամենասովորական տներից մեկն է։ Մարդը կառուցել է իր տունը, ամեն բան հարմարեցրել է իրեն, բակ ունի ու չի անհանգստանում, որ դիմացը ինչ-որ մեկի գերեզմանի քարն է։ Նաև ունի լվացքի համար նախատեսված փոքրիկ ավազան, խաղահրապարակ երեխաների համար ու վերջերս էլ խանութ է կառուցել, քանի որ մանր տնտեսական իրեր է վաճառում ու դրանով էլ վաստակում իր ապրուստը։ Դիմացն էլ տաղավար է, որտեղ հավաքվում են հարևաններով ու անցկացնում իրենց երեկոն։ Բայց տունը բավական փոքր է, ինչպես է այստեղ ապրում մի քանի մարդ։ Այո, այստեղ տները այդքան մեծ չեն, ինչ որ կերպ տեղավորվում են։ Մեզ մոտ Ֆիլիպիններում ասում են, եթե դու հարուստ չես ու չես կարող հարստանալ, բավարարվիր ինչ որ ունես ու դրանից ստեղծիր ապրուստը։ Հիմա այս մարդու դեպքում հենց այդպես էլ ստացվում է։ Քանի անձ է այստեղ ապրում։ Ես չգիտեմ, առաջարկում եմ հարցնենք, թե քանի մարդ է ապրում այստեղ։ Շատ լավ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, տեսնում եք ինքներդ ինչ փոքր տարածք է եւ մոտակա հատվածում ինչպես տեսա գտնվում է փոքրիկ խոհանոցը, այստեղ խոհանոցային պարագաներ կան, մի խոսքով մարդիկ ապրում են այստեղ։ Իսկ շուրջ բոլորը իհարկե գերեզմաններ։ Ես Այլան եմ, արդեն ավելի քան 20 տարի է այստեղ ենք բնակվում։ Ես դեռ փոքր աղջիկ եմ, երբ ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք այս վայր։ Իմ հայրական տունը այստեղից ոչ շատ հեռու է, իսկ այստեղ գերեզմանի տարածքում բնակվում եմ ամուսնուս ընտանիքի հետ։ Նրանք անհիշելի ժամանակներից այստեղ տուն ունեն, իսկ հիմա ես ինքս ունեմ իմ ընտանիքը, մեկ աղջիկ ու մեկ տղա եմ մեծացնում։ Մենք բոլորով ապրում ենք այստեղ ու առանձնապես բողոքելու ոչինչ չունեմ։ Տարբեր աշխատանքներ եմ անում, մի փոքրիկ բիզնես ունեմ, հագուստներ եմ կարում ու վաճառում։ Ես տեսնում եմ նաև երեխաներին, ինձ հետաքրքիր է այստեղ տարածքում է դպրոց, թե ամեն դեպքում գերեզմանոցից դուրս է գտնվում դպրոցը կամ, չգիտեմ, վայրը, որտեղ պետք է երեխաները սովորեն ու այցելեն։ Դպրոցը գերեզմանոցի տարածքից դուրս է, բայց ոչ շատ հեռու, այնքան մոտ, որ երեխաները միայնակ են գնում ու գալիս։ Մի քիչ ավելի մեծ դպրոց կա մայրաքաղաքի կենտրոնում, բայց մեր երեխաները այս դպրոցն են հաճախում, քանի որ այդպես մեզ ավելի հարմար է։ Մի որոշ ժամանակ անց, երբ մի քիչ էր մեծանան, արդեն կտեղափոխվեն ավագ դպրոց։ Տարրական դասարանների համար այս դպրոցն էլ բավական է։ Իդեպ համայնքում ունենք ուսուցչուհի, ով երեխաների դասապատրաստման գործերով է զբաղվում, ինչը մեր հոգսը էլ ավելի թեթևացնում է։ Բնականաբար դա անում է հավելավճարով։ Դե տեսնում եք սիրելի հեռուստադիտողներ, իրականում երեխաները այստեղ բակում են, ինչպես մեր երեխաներն են բակում խաղում, այս երեխաները եւս նույնիսկ չեն էլ նկատում, որ հաճախ իրենք խաղում են հենց գերեզմանակարերի վրա, վազում են, խաղեր են կազմակերպում, որտեղ ծնված օրվանից իրենք տեսել են այս վայրը, տեսել են այն տները, որտեղ ապրում են եւ արդեն գերեզմանակարերը, որոնք գտնվում են շուրջ բոլորը, ոչինչով չեն զարմացնում, բնական իրենց կյանքի մի մասնիկն են։ Քեզ համար խորհուրդ է, որ կարելի է գերեզմանատան տարածքում ապրել, բայց դու պետք է մի փոքր այլ տեսանկյունից հարցին մոտենաս։
Այս գերեզմանատունը բավական հայտնի է Ֆիլիպիններում։ Պատահական չէ, որ դրան այսքան մեծ տարածք են հատկացրել։ Շատ հայտնի ու սիրված մարդկանց աճումներ հանգչում են հենց այստեղ։ Օրինակ դերասաններ, արվեստագետներ, երգիչներ, անգամ քանդակագործներ ու քաղաքական գործիչներ կան, որ թաղված են այս գերեզմանատանը։ Իսկ ասես մարդիկ այստեղ ապրում են օրինական, այսինքն այդ փոքրիկ տարածքները, որտեղ իրենք բնակվում են, իրենց սեփականությունն է, թե ոչ։ Այո, իհարկե, օրինական են բնակվում, այսինքն կառավարությունը ձևակերպում է բնակիչներին ու տալիս սեփականության իրավունք։ Որևէ մեկն այլևս չի կարող իրավունքներ սահմանել այդ տարածքի վրա։ Մարդիկ այստեղ ապրում են նույն տրամաբանությամբ, որով կապրեն, ասենք, ցանկացած ուրիշ թաղամասում։ Տեսնում եք մեզանից աջ եւ ձախ իհարկե գերեզմանատներ են եւ օրինակ ինձանից աջ մարդիկ այսպես ընտրում են սեղանի շուրջ վայլում խմիչքը հանգստանում, որտեղ այստեղ ապրում են, այսինքն սովորական կյանքը ընթանում է իր հունով, անկախ նրանից շուրջ բոլորը գերեզմաններ են, թե ոչ։ Հերթական տունը այստեղ, ողջույն, հուսով եմ ձեզ չենք խանգարի, տեսնում եք գերեզմանակարը և տունը, մարդը այստեղ ապրում է, այստեղ եք ապրում։ Այո, իմ տունն է, ընտանիքիս անդամներ էլ մոտակայքում են, ես հիմա հանգստանում եմ, կուզեք եկեք նկարահանեք տանս մյուս սենյակները։ Այո, շնորհակալ ենք թույլտվության համար ցուցադրելու այդ ննջարանը, որտեղ այս կինը քնում է։ Աստված իմ, այս ամենը ինչ որ սարսափ ֆիլմ է հիշեցնում, անկեղծ եմ ասում, այստեղ այս կինը քնում է, իսկ այնտեղ ցերեկներն է լինում։ Իդեպ նա այդքան էլ լավ չի խոսում անգլերեն ու ինձ ասաց, որ այս տարածքում ապրում է ավելի քան 10 տարի, իսկ տվյալ վայրը շատ վաղուց դատարկ է, ժամանակին այստեղ մարդիկ էին թաղված։ Պարզապես նրանց բարեկամներն ու ազգականները ինչ որ պահից դադարել են հաճախել այս գերեզմանատուն եւ արդյունքում տարածքը հանվել է վաճառքի։ Հիմա արդեն այստեղ ոչ թաղված մարդիկ կան, ոչ էլ որևէ բան, որ հիշեցնի այդ մասին։ Այս տարածքը վաճառում են, բայց քանի դեռ չեն վաճառել, բնակիչները օգտագործում են այն, ինչպես ցանկանան։ Ես գիտեմ, որ այստեղ նույնիսկ հոսանք չկա, այ գիշերվա ժամերից սարսափելի չէ։ Ոչ, ինչից պետք է սարսափեմ, հետո ինչ որ լույս չկա։ Փողոցներն այստեղ նեղլիկ են ու փոքր, հիմնականում գերեզմանատներ ու գերեզմանոցներ են, որոնք ընդհատվում են տներով ու քանի որ այստեղ ընտանիքներ են ապրում, ով կարողացել է ավելի մեծ տարածք է վերցրել եւ օգտագործում, քանի որ բոլորն էլ երեխաներ ունեն, բակեր են կառուցում եւ խաղահրապարակներ կամ փորձում են տարածքը տարբեր կենցաղային նպատակներով օգտագործել։ Արդյունքում փողոցներն ավելի ու ավելի են նեղանում։ Իսկ ասես խնդրում եմ այդ պատմությունը, ինչպես են մարդիկ հայտնվել այստեղ։ Անհիշելի ժամանակներից են մարդիկ այստեղ սկսել բնակվել։ Ես հստակ պատմություն չգիտեմ, բայց գերեզմանատունը կառուցվելուն զուգահեռ այստեղ հայտնվել են առաջին տները։ Անգամ կան մարդիկ, որոնք սկզբում ապրել են այստեղ, հետո մահացել ու թաղված են բառացիորեն իրենց տան տարածքում, քանի որ օրենքը դա չի արգելում։ Պատմությունները շատ են ու տարբեր, բայց դրանց բոլորին միավորում է այն, որ մարդիկ այստեղ տարօրինակ բան չեն տեսնում եւ շատ խաղաղ ու ներդաշնակ գոյատևում են հանգուցյալների կողքին։ Իդեպ ահա տեսեք ձախ կողմում խնդրեմ լվացք է չորանում, նորմալ երևույթ է, դե եթե մարդիկ այստեղ ապրում են, բնականաբար այդպես է պետք է լինի, վերևի հատվածում եւս տեսնում եմ տղամարդու, ով ապրում է այստեղ, սա էլ նրա տունն է։ Գիտեք ինչն է ինձ հետաքրքիր, ես կարդացել եմ համացանցում եւ տեղեկացել, որ շատ ու շատ երիտասարդ աղջիկներ ու տղաներ ամուսնանում են մեկը մյուսի հետ հենց այստեղ, այսինքն ապրում են այստեղ, ծանոթանում են, միասին մեծանում են, ամուսնանում են եւ հետաքրքիր է, որ իրենք եւս շարունակում են ապրել հենց այստեղ գերեզմանոցում եւ ցանկություն դուրս գալ այս տարածքից եւ այլ աշխարհում ապրելու ուղղակի ցանկություն նրանք չունեն։ Ճիշտ եմ, չէ՞։ Հա, իհարկե ճիշտ ես։ Եթե մարդիկ այստեղ են ծնվել ու մեծացել, խոսքս ավելի քան 300 ընտանիքի մասին է։ Այսինքն սա մի ամբողջ մեծ համայնք է։
Գիտես, ինձ եւս մի հարց է շատ հետաքրքրում եւ վստահ եմ հերոստատիտողներին եւս։ Այս կինը օրինակ ապրում է այս տարածքում եւ այո, շուրջ բոլորը գերեզմաններ են։ Ինձ հետաքրքիր է, սա իր բարեկամների, հարազատների գերեզմաններն են, թե առհասարակ անծանոթ մարդկանց ուղակի նա հենց այստեղ է ապրում։ Կան տներ, որոնց մոտ թաղված են տվյալ ընտանիքի բարեկամներն ու անդամները։ Կան նաև այնպիսիք, որ լրիվ օտար մարդկանց գերեզմանների շրջապատում են ապրում։ Ամեն բան խիստ հակասական է։ Այսպես։ Կասեք, դուք քանի տարի ապրում եք այստեղ։ Ահա։ Ես արդեն 20 տարի այստեղ եմ ապրում։ Հարս եմ եկել այստեղ ու հիմա արդեն իմ տղան էլ է ամուսնացել ու իր ընտանիքը կազմել է հենց այս տարածքում։ Ներողություն, շատ չհերվանանք, որովհետև սա եւս, չգիտեմ, անհավատալի տեսարան է, տեսեք, հենց ներսում, շունը չի թողնում ներս, ես հյուր եմ հանգիստ, ամեն դեպքում ինչն է տարօրինակ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ներսի հատվածում գերեզմանակարն է, իսկ կողքը խանութ, այո, ներսի հատվածում խանութ է, որտեղ վաճառում են, տեսնում ենք, տարբեր համեմունքներ, սուրճ, թեյ, այս կողմում եւս ինչ-որ տան պարագաներ, մեջտեղի հատվածում գերեզմանակարն է։ Ներողություն, ուղղակի շատ հետաքրքիր էր։ Շարունակենք։ Իրականում այս համայնքն արդեն այնքան է մեծացել ու ընդարձակվել, որ կառավարությունը հատուկ որոշում է ընդունել, որ նոր ընտանիքներ չեն կարող տուն գնել կամ կառուցել տարածքում։ Նրանք, ովքեր մի քանի սերունդ է ինչ բնակվում են այստեղ, կարող են շարունակել բազմանալ ու նոր ընտանիքներ կազմել, բայց նոր առքուվաճառքներ չեն կատարում տարածքում, որովհետև համայնքն ավելի քան տարածվել է ու կառավարությունը չի կարողանում հոգալ բոլորի անվտանգության հարցերը։ Կասեք, այսքան տարի դուք ապրում եք այստեղ, ցանկություն չկա ամեն դեպքում ընտանիքի հետ միասին դուրս գալու, հա, այլտեղ բնակվելու։ Չէ, իհարկե չկա նման ցանկություն։ Ինչու պետք է ուզեմ իմ տնից ու հիմնական բնակավայրից հեռանալ։ Ես սիրում եմ մեր համայնքն ու ապրում եմ այստեղ ինչպես կուզեմ։ Իսկ վտանգ չկա ձեզ համար, որ մեկ օր ղեկավարությունը, հա, պետությունը կորոշի, որ մարդիկ այլևս այստեղ չպետք է ապրեն։ Դե 20 տարի ապրում ենք այստեղ, դեռևս նման խոսակցություններ չենք ունեցել։ Ու եթե անկեղծ լինեմ, չեմ կարծում, թե բանը հասնի դրան։ Բա որ պետք է մեզ բոլորից տեղավորեն։ Մենք մեծ ընտանիքներ ունենք, բավական մեծ համայնք է մերը։ Եթե այս տները քանդեն, պետք է չէ ուրիշ հատված հատկացնեն մեր ապրելու համար։ Կարծում եմ դա նրանց վրա ավելի թանկ կնստի։ Մի ամբողջ գիտակցական կյանք անցել է այստեղ, անգամ կրթություն եմ ստացել այս տարածքում, ուր գնամ կամ ինչու գնամ։ Քանի որ ասացիք ապրում եք այստեղ եւ հեռանալու որևէ ցանկություն չունեք եւ ինչ ձեզ հարկավոր է գտնում եք տեղում, նույնիսկ կերակուր պատրաստելու համար կան տարբեր խանութներ, որտեղ բանջարեղեն են վաճառում միս։ Ես ուզում եմ ձեզ նվիրել Royal Armenia-ի լավագույն սև որակյալ պղպեղը։ Կարող եք այն օգտագործել այսօր կերակուր պատրաստելիս, վստահեցնում եմ ձեր ընտանիքին այն շատ դուր կգա։ Շնորհակալ եմ, կօգտագործեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ ես շարունակեմ ծանոթությունը այս վայրի հետ, իրականում այստեղ գտնվելը հետաքրքիր է, ինչ խոս, հետաքրքիր է։ Եվս մի ընտանիքի հանդիպեցի, տեսեք, փոքրիկը, շունը հուսով եմ չի կծի, Եվ շարժվենք առաջ, տեսնենք ինչպես են այս մարդիկ ապրում, իրենք հենց առաջարկեցին տունը ցույց տալ, իդեպ մարդիկ շատ բարի են, ինչպես ամենուր այստեղ Ֆիլիպիններում։ Շուրջ բոլորը իհարկե գերեզմանակարեր։ Հա, բոլորը այս գերեզմանակարերի վրա ուշադրություն են դարձնում, իսկ մենք չենք հասկանում, թե ինչու։ Մեր տունն է, այնտեղ էլ եղբայրներս են ապրում։ Այսինքն բոլոր հարազատները եւս այստեղ են ապրում, եղբոր տունը այս կողմում։ Այո, մեր բոլոր բարեկամներն այստեղ են ապրում, մենք հատուկ բոլորիս տները իրար մոտ ենք կառուցել, որ հարևանություն անենք։ Պետք եկած պահին օգնության հասնենք։ Բայց ձեր տունը այն կողմում է։ Այո, մի քիչ հեռու այստեղից, բայց ոտքի ճանապարհ է։ Գնանք ցույց տամ։ Ահա։ Աստված իմ, շնչող ամեն բան։ Ես այս պահին ցերեկվա ժամ է, իհարկե լույս է, այդքան սարսափելի չի, բայց միայն պատկերացրեք գիշերվա ժամին էստեղ։ Չեմ պատկերացնում ինչպես են մարդիկ ապրում։ Ահա եւ խնդրեմ տունը, որտեղ ապրում է այս կինը իր ընտանիքի հետ միասին։ Ողջույն։
Ահա բարով եկաք, մտիր ներս, ցույց տամ թե ինչ ունենք տան մեջ, մեր հագուստն է, սա մեր իրերն են, ամեն բան տարածքում է, աղջիկներս են, հիմա նրանք ոչինչ չունեն անելու, պարկեր հանգստանում են, քիչ հետո արդեն կզբաղվենք կերակուր պատրաստելու գործերով, որ ճաշենք, ահա հենց այստեղ էլ ճաշելու ենք։ Այսպիսի փոքրիկ տուն, սիրելի հեռուստադիտողներ, այս կողմում գլխավոր սրահը, այն կողմում փոքրիկ պետքարանը, շուրջ բոլորը գերեզմանակարեր, որոնք իհարկե այս պահին ծառայում են որպես սեղան, որպես դարակ, նույնիսկ չգիտեմ ինչպես այս ամենը անվանել։ Մենք արդեն հայտնվեցինք չինական թաղամասում, որը եւս առկա է այստեղ Մանիլա քաղաքում։ Առհասարակ շատ ու շատ քաղաքներում, գիտեք, եւ Սինգապուրում, եւ Հոնկոնգում, եւ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում, մի խոսքով ամենուր չինական թաղամաս կա եւ Մանիլան բացառություն չէ։ Իհարկե, բացառություն չէ։ Ինչպես կարող է չունենայինք չինական թաղամաս։ Այն հիմնադրել են հենց չինացիները, ու արդեն քանի հարյուրամյակ է այս թաղամասը գոյություն ունի։ Իրականում չինական հոսքը դեպի Ֆիլիպիններ սկսվել է հեռավոր 1590 թվականից։ Նրանք եկել, հաստատվել են, հետո էլ իրենց համայնքն ու իրականությունը ստեղծել։ Այստեղ միջին վիճակագրական չինացիներ են ապրում։ Այսինքն, նրանք այնպես չէ, որ շատ հարուստ են կամ ճոխ կյանքով են ապրում, բայց աղքատել չես անվանի հաստատ։ Ստեղծել են իրենց մշակույթը, զարգացրել խոհանոցը, չինական կենցաղի բոլոր նրբությունները հաշվի առնելով մի հսկայական թաղամաս են կառուցել, որը ճիշտ եւ ճիշտ կրկնում է Չինաստանը, այսինքն Ֆիլիպիններում ապրող յուրաքանչյուր չինացի այս թաղամասում զգում է իրեն, ինչպես հայրենիքում։ Ասածս հավասարապես վերաբերում է թե նոր եկածներին, թե նրանց, ովքեր վաղուց են ապրում այստեղ, թե նրանց, ովքեր երբևէ չեն եղել Չինաստանում, որովհետև ծնվել են այս թաղամասում։ Դա պատմականորեն հիմնված համայնք է, որի դեմ որևէ բան անելն անիմաստ է։ Այն վաղուց բռնել է ժամանակի քննություն ու հիմա որևէ խնդիր չի կարող ջնջել այն հիմքերը, որոնք կան արդեն շատ տարիներ։ Գիտես ինչն է հետաքրքիր, ես գիտեմ, որ Ֆիլիպինները եւ Չինաստանը այդքան էլ բարեկամական հարաբերությունների մեջ չեն գտնվում այս պահին, բայց հետաքրքիր է, որ այստեղ Մանիլայում կա չինական թաղամաս։ Այո, քաղաքական առումով գուցե ինչ-որ կիսատ հարցեր կան, կղզիների թեմաներ, որոնք արդեն չգիտեմ էլ թե ինչքան են հարատևում, բայց դա մարդկանց չի խանգարում ապրել ու արարել այստեղ։ Իդեպ տնտեսական առումով էլ մենք ամենամեծ դաշնակիցներն ենք, այսինքն ապրանքաշրջանառությունը շատ մեծ է մեր երկու երկրների մեջ, իսկ սա կարծում եմ ամենակարևորն է մեր օրյա կյանքում։ Այս թաղամասում ինչ է այստեղ կատարվում։ Այս թաղամասում հիմնական բնակվում են չինացիները, թե տեղացիները եւս ապրում են այստեղ։ Տեղացիներ գրեթե այստեղ չկան։ Հիմնականում թաղամասը բնակեցված է չինացիներով։ Մենք հիմա չինական թաղամասի կենտրոնում ենք ու ինքդ էլ կարող ես համոզվել, որ չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա փոքրիկ Չինաստանն է Ֆիլիպիններում, որ կողմ պտտվում ես չինական մշակույթի տարրեր են։ Տեսեք, ամենուր ռեստորաններ են, որտեղ իհարկե կարող եք համտեսել չինական խոհանոցի կերակուրներ եւ մի շատ գեղեցիկ լուսանկար կարող եք ունենալ այստեղ, եթե գտնվում եք այստեղ չինական թաղամասում։ Ամեն բան հիշեցնում է չինական կրոնը, ավանդույթներն ու ծիսակարգերը։ Մարդիկ արել են ամեն բան պետության մեջ պետություն ունենալու համար, եւ դա նրանց հաջողվել է։ Հաճախ երբ արտասահմանից հյուրեր ենք ունենում, կես կատակ, կես լուրջ նրանց ուղեկցում ենք այստեղ ու ասում, որ կարող ես համարել, որ դու Չինաստանն էլ տեսար։ Իսկ ասես, քանի չինացի է ապրում այստեղ Մանիլայում։ Մենք չունենք հստակ թվեր իրականում, որովհետև մարդահամար անցկացնելիս ընդհանուր բնակչության թիվն ենք հաշվում։ Երբեք նման ազգային ու ծագումնաբանական բաժանումներ չեն կանում։ Այսինքն, բոլորին հաշվում են ու համարում որպես Ֆիլիպինների բնակիչ եւ ոչ թե տարբեր հաշվարկներ անցկացնում։ Քանի որ մենք քեզ հետ միասին օրվա ավարտին պետք է հասցնենք շրջել նաեւ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում, ես առաջարկում եմ հենց հիմա այստեղ վայելենք Royal Armeniայի սուրճը, Time Off-ը ու շարժվենք դեպի հաջորդ կետ։
Ասա ինձ խնդրում եմ ինչ վայր է սա։ Այս վայրը կոչում են Manila House։ Այն մեր ամենահին շինություններից մեկն է, որը պատմամշակութային մեծ արժեք ու նշանակություն ունի։ Այստեղ գալով կարճ ժամանակում կարող ես համ շատ բան իմանալ մեր պատմության մասին, համ որպես թանգարան ուսումնասիրել ամեն բան, համ էլ համեղուտել ու հիանալի ժամանակ անցկացնել։ Այստեղ հավաքված են մեր երկրի պատմության ամենապահպանված ու կարևոր իրերը, որոնք փաստում են, թե որքան հին ժողովուրդ ենք մենք։ Բնականաբար, ժամանակակից պատմության տարրեր եւս կգտնես այստեղ, բայց նմանատիպ վայրերում կարևորը հնությունն է եւ ոչ թե ժամանակակիցը։ Դե մտնենք ներսի հատված, տեսնենք ինչով է այն այդքան հետաքրքիր։ Գնանք։ Come on, let's go. Ես աշխատանքս պաշտում եմ ու որքան էլ բարդ ու դժվար լինեն նկարահանումները, միևնույն է, հաճույք եմ ստանում դրանից։ Իսկ երբ գիտեմ, որ նկարահանման վերջում Արմենիա վայն գինիներով եմ ամփոփելու օրս, տրամադրությունս հազարապատկվում է։ Երջանիկ եմ, որ աշխարհի բոլոր անկյուններում հայկական անապակ գինին ինձ լիցքաթափվելու հնարավորություն է տալիս։ Գիտես, ես վայրը ներսի հատվածի այսպես էլ պատկերացնում էի, բայց այն շատ գեղեցիկ է ու զգացվում է պատմություն է, գիտես, զգացվում է, որ այն բավական հին շինություն է։ Այս կառույցը 1981 թվականին են հիմնադրել, բայց փորձել են վերականգնել հարյուրավոր տարիներ առաջվա ճարտարապետությունն ու դա ստացվել է։ Երբ արդեն ներսում լինենք, կհամոզվես, որ պատմության շունչն ամենուր զգալի է։ Այսինքն վայրը այս պահին մաքսիմալ աշխատում է հենց տուրիստների համար, որովհետև բացի այն, որ երկրորդ հարկում ռեստորան է, այստեղ սրճարաններ կան, խանութներ, դրախտ բոլոր այն հյուրերի համար, ովքեր այցելում են Մանիլա քաղաքը։ Այո, ես քեզ ասում էի, որ դու դա կզգաս եւ ուրախ եմ, որ հիմա ինքդ փաստում ես։ Սա բնականաբար զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է ու հենց այդ պատճառով էլ այստեղ ամեն բան կա օտարերկրացիներին գրավելու համար։ Ռեստորաններ, խանութներ, ժամանցի վայրեր եւ այլն։ Օրինակ, ռեստորաններից մեկում ամեն երեկո կա հատուկ ազգային շոու, որի ընթացքում ներկայացնում ենք մեր ավանդական պարերը։ Վաու, այ քեզ գեղեցկություն, սա ինձ թվում է իսպանական տան փոքրիկ հրապարակն է։ Այո, իսպանական շունչն այստեղ ամենուր է, որովհետև ինչպես գիտեք, իսպանացիների հետքը մեր կողմերում խորն է։ Բավական երկար ժամանակ այս տարածքները նրանց տիրապետության տակ են եղել։ Հետևաբար չեն կարող իրենց վրա չկրել իսպանական մշակույթի ու ճարտարապետության բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները։ Այո, բակն ու կառույցը շատ գեղեցիկ են։ Կարող է թվալ, թե մեզ են հասել վաղնջական ժամանակներից, բայց ես նորից պետք է ասեմ, շինությունը բավական թարմ է, իսկ հետո մարքեթինգային առումով մի լավ աշխատել են ու արել ամեն բան, որ պատմական շունչը զգալի լինի ամեն անկյունում։ Այս ներսի հավաքածուներն ու թանգարանային նմուշները հաստատ հնագույն են։ Դրանց մասին չեմ կարող ասել, թե նոր իրեր են։ Հենց դրանք էլ փոխանցում են այն հին շունչն ու պատմական տրամադրությունը, որ կա։ Այդ իրերը ձեռք են բերել անձնական հավաքածուներից։ Պետությունը բավական մեծ գումար է վճարել, որ դրանք հավաքի մի վայրում եւ ունենա պատմության յուրահատուկ թանգարան։ Իրականում Ֆիլիպինները սեփական պատմությունը պահելու ու այն սերունդներին փոխանցելու համար ջանք չեն խնայում։ Մենք ապրում ենք մի տարածքում, որ անընդհատ բնական աղետների կենտրոնում է։ Թայֆուններ, երկրաշարժներ ու փոթորիկներ։ Ինչեր ասես, որ չենք տեսել այստեղ, այս պայմաններում շատ բարդ է պատմությունը պահպանել։ Ամեն բան միշտ վտանգվում է։ Հենց այդ պատճառով էլ նման կարևոր նշանակություն ունեցող կառույցները լավագույն շինանյութից ու ամենադիմացկուն քարերից են պատրաստում։ Այդ պատճառով էլ թանգարանի ոչ պաշտոնական անվանումն է Քարի տուն, եւ երբ շուրջ բոլորդ նայում ես, կարծում եմ հասկանում ես, թե ինչու։ Իհարկե մուտքը վճարովի է եւ մենք նախապես գնել էինք այդ տոմսը, խնդրում եմ հիշեցրու ինչ արժեր մեկ անձը ներս մտնելու համար այստեղ տոմսը ինչքան էր։ Մեկ անձի համար զբոսաշրջիկները վճարում են 75 պեսո, դե ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ։ Տեղացիների համար այլ արժեքներ են գործում, ինչպես նաև զեղչային համակարգ է գործում ուսանողների համար։
անգամ օտարերկրացի։ Տոմսերը գնում ենք նախապես։ Դե մենք եւս գնել էինք իհարկե նախապես Տոմսը մուտքի վճարումը առցանց կատարելով American Express Gold քարտի միջոցով։ Դե ինչպես ամենուր վճարումները ես կատարում եմ հենց այդ քարտի շնորհիվ։ Եվ առհասարակ այդ քարտը իմ ճամփորդությունների հավատացեք անբաժան ընկերն է, եթե ցանկանում եք դուք եւս ճամփորդել եւ վճարումները կատարել American Express Gold քարտի միջոցով, դիմում եք Agba Bank։ Իսկ այս վայրը ուղղակի հրաշք է։ Ասա ինձ խնդրում եմ, որտեղ հայտնվեցինք հենց հիմա։ Սա թանգարանի ներսում պատմական հատուկ կենտրոն է, որտեղ կան մի շարք ցուցասրահներ ու նաև սրճարաններ, որտեղ կարելի է անցկացնել ազատ ժամանակը կամ մի քիչ հանգստանալ, որովհետև տարածքն իսկապես շատ մեծ է ու հնարավոր չէ ժամանակ առ ժամանակ նստելու ու հանգստանալու ցանկություն չունենալ։ Ահա։ Այո, մենք նորից պատմական կենտրոնում ենք Մանիլայի, որը ուղղակի հրաշալի է, այնինչ շատ է դուր գալիս եւ այստեղ առանձնատուկ զբոսաշրջիկները շատ են, ինչու, որտեղ այստեղ կարող են հանգիստ պատմությունը զգալ քաղաքի, շրջել, սրճել եւ առհասարակ վայելել այս պատմական թաղամասը, ինչը այսօր անում ենք նաեւ մենք գտնվելով այստեղ Մանիլա քաղաքում։ Շնորհակալ եմ քեզ այս հետաքրքիր օրվա համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր էր նաև մեր հեռուստադիտողներին։ Վերջում ուզում եմ քեզ նվիրել լավագույն հայկական գինին՝ տակառը։ Ես վստահ եմ դու ամեն օր աշխատում ես, ուստի աշխատանքից հետո օրվա ավարտին կարող ես այն վայելել եւ հանգստանալ։ Ես էլ եմ շատ շնորհակալ այս հրաշալի օրվա ու նվերի համար։ Եվ հուսով եմ, որ մենք Բորակայի կղզում անպայման դեռ կհանդիպենք եւ դու ինձ ցույց կտաս այդ կղզու գեղեցիկ վայրերից եւս մի քանիսը։ Անպայման հանդիպելու ենք, դա չի քննարկվում։ Րոպեները անցան ակնթարթի պես, ցավոք ավարտվեց այսօրվա հաղորդումը, բայց չտխրեք, խոստանում եմ մեկ շաբաթից մենք հանդիպելու ենք ձեզ հետ Armenia TV-ի եթերում, սակայն մինչ այդ սպասում եմ ձեր նամակներին Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում եւ իհարկե Instagram-ում, շատ սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք, առայժմ։ Ֆիլիպինների մայրաքաղաքի հետ ծանոթությունս շարունակվելու է նաև հաջորդ ծրագրում։ Ես այցելելու եմ մի վայր, որտեղ նկարահանումները խստիվ արգելվում են, բայց մենք դա կարողացանք անել։ Այո, Ակնորա կռիվը այստեղ օրենքով ընդունված է։ Վայրը սարսափելի է, բայց շատ հետաքրքիր։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։